Վերջին զանգ հեռուստասերիալում Արամը վերադառնում է կյանքի ամենավտանգավոր սահմանագծից։ Վիրահատությունը հաջող է անցնում։ Նրա առաջին այցելուներից մեկը Մերին է։ Աղջիկը Արամին խնդրում է չբողոքել իր եղբոր Սեմի դեմ, չբարձրացնել աղմուկ։ Արամն էլ իր հերթին խոստանում է, որ ոչ մի վատ քայլ չի անի Սեմի դեմ, քանի որ սիրում է Մերիին և ցանկանում է զարգացնել հարաբերությունները նրա հետ։ Բայց իրականում հենց այդ պահին Սեմն արդեն դուրս է պրծել այն նկուղից, որտեղ նրան պահում էին Սոսի հրամանով։ Սոսը պատրաստվում էր բաց թողնել Սեմին հանուն որդու, բայց ուշանում է։ Սեմը փախչում է, բայց ոչ թե տուն է վերադառնում, այլ թաքնվում իր ընկերներից մեկի մոտ ու գլխում պտտում է միայն մեկ պլան՝ վրեժ։ Նա վստահ է, պետք է սպանել Բագրատին։ Մի քանի օր անց նա կատարում է իր փորձը։ Կրակում է Բագրատի ուղղությամբ, բայց գնդակը դիպչում է նրա ոտքին։ Սեմին ձերբակալում են մահափորձի համար։ Հարցաքննության ժամանակ էլ նա խոստովանում է. «Այո, ես եմ կրակել և շատ էլ ճիշտ եմ արել»։ Մյուս ճակատում Սոսը, նրա մտքում արդեն այլ հաշվարկներ են։ Տարիներ անց վերադարձած տղամարդը հիմա այլ աչքով է նայում անցյալին։ Նա համոզվում է, որ Աննան երջանիկ է, իր սիրած կինը հղի է։ Իսկ եթե այդ տարիքում կինն ընտրում է նորից մայր դառնալ, ապա դա նշանակում է միայն մեկ բան. նա սիրում է և սիրված է։ Սոսը տեսել է այդ ամենը, մի քոն գրկում էր Աննայի որովայնը, համբուրում։ Սոսը խեղդվում է անցյալի ստերից ու ապագայի անորոշությունից։ Նա մտածում է, թե Աննան խաբել է իրեն, բայց իրականում տարիներ առաջ հենց Լիլիթն էր իր ներկայիս կինը, ով խեղաթյուրեց ամեն ինչ, ասելով, թե Աննան իր կամքով ամուսնացել է Միքոյի հետ և հղի է նրանից։ Իրականում Աննան այդ ժամանակ հենց Սոսից էր հղի, բայց ճշմարտությունը թաքցվեց, իսկ հիմա Լիլիթը վախենում է, եթե Սոսը իմանա իրականությունը, երբեք չի ների։ Իսկ այս ամենից հեռու Հենրին է։ Նա թաքնվում է մի վայրում, որտեղ ոչ ոք չէր որոնի, Ֆայնայի ընկերուհու Յանայի տանը։ Յանան ի վերջո զանգում է Աննային ու ասում. «Քո որդին այստեղ է, բայց հոգեպես շատ ծանր վիճակում»։ Աննան երջանիկ է, բայց զգույշ։ Միքոյին խնդրում է չգալ իրենց հանդիպմանը, որպեսզի Հենրին հանկարծ չկասկածի, թե իր գաղտնիքը մայրը պատմել է նաև հորը։ Շուտով մայր և որդի հանդիպում են։ Իսկ հետո Հենրիին է տեսնում նաև Ֆայնան։ Նա Հենրիին ասում է ճշմարտությունը, պատմում, որ Անգելինայի հետ հանդիպել է, բայց շարունակել է ստել, իբր Հենրին երեխա ունի ուրիշից։ Իսկ Աննան իր հերթին որդուն համոզում է վերադառնալ տուն, քանի որ հայրը Միքոն իրոք շատ է անհանգստանում նրա համար և իրեն մեղավոր է զգում տեղի ունեցածի մեջ։ Հենրին էլ պատասխանում է, որ այո, հենց Միքոն է մեղավոր իր դժբախտության համար, և ինքը չի պատրաստվում վերադառնալ և ճանաչել Միքոյին որպես հայր։ Այսպիսով սուտը գնալով խճճվում է, սերը մնում է ստի խավարի մեջ։ Բայց արդյոք ճշմարտությունը կկոտրի այդ պատը։ Տեսնենք։ Հարգելի հետևորդներ, ինչպես հիշում ենք, երբ Սոսի մայրը տիկին Ռիտան վերադարձավ Հայաստան, նա իմացավ, որ Աննան տարիներ առաջ հղի է եղել Սոսից և երեխան ծնվելուց հետո մահացել է։ Եվ ինչպես երևում է, Ռուսաստան վերադառնալուց հետո Ռիտան այդ մասին չի ասել որդուն և թողել է, որպեսզի նա ապրի ստի մեջ։ Բացի այդ, նա չի ցանկացել, որպեսզի Սոսի և Լիլիթի հարաբերությունները փչանան։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ է վարվել Սոսի մայրը, լռելով այս կարևոր հանգամանքի մասին։ Գրեք մեկնաբանություն։ Ո՞ւն է ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմաց է, չէ։ Թարմավ է։ Հա, թարմա։ Որս вообще-то Հասկացում եք, երեխեք։ Չորս օրվա է։ Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Դեռ որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը դες ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Տակ սկսած սցենարներս են, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց
Ստեղա ամենախավ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Դինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուսի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որը դուք երբեք չեք տեսել։ Լոգարանն է։ Սպահարանում ինչ ունես։ Սպահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատվածում ենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացի՛լ է, բացի ասում եմ, աստորեն դու ես հորս գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Կաննա ջան շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ ա սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տփում, կամ ինձ եմ տփում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում։ Մեր վերջի զանգի նկարահանումները շարունակվում են։ Այնա Բագոն վազել է սովորում, որովհետև ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ հով ասում եմ, լավ գնում ես կյանք ողքատ։ Ինչով ստոպ չտամ, չտաց։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի գնաց։ Ստոպ։ Փախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օծ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ Սուկա ստորիների 10%, Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում Կարապետյան մեդի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ, չուչ տա։ Դրանով գնալու ենք մեր ստուդիա։ Ուրա, դու նա նկարում իրապ։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ սիրուն ապա։